Այս տարի ամերիկյան անկախության 250-ամյակն է և նախատեսված մեծ թվով տոնակատարություններից առաջինը տեղի ունեցավ Վաշինգտոնի ազգային տաճարում հայկական Սուրբ Ծնունդի հետ միասին։ Հայկական Քրիսմասն ու ամերիկյան անկախությունը նշում էին հայ առաքելական եկեղեցու արևմտյան և արևելյան հոգևոր առաջնորդները, Հայաստանի դեսպանն ու պատվոհյուպատոսները, Սպիտակ տան ու պետքարտուղարության ներկայացուցիչները, ազգային տաճարը լուսավորված էր հայկական դրոշի գույներով։ Վաշինգտոնի ազգային տաճարում Սուրբ Ծննդյան այս երեկոն հատուկ կարևորություն ունի, քանի որ այստեղ մեր ձախ կողմում հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի արձանն է։ Հավաքը նաև Միացյալ Նահանգների անկախության հռչակման 250-ամյակի կապակցությամբ է։ Քրիստոնեական արժեքներից բացի Հայաստանին և Միացյալ Նահանգներին կապում են նաև ԱՄՆ անկախության հռչակագրում ամրագրված արժեքները։ 1773 թվականին հայ մտավորականների խումբը հրատարակեց առաջին հայկական սահմանադրությունը, որը կոչվում է Որոգայթ փառած։ Հիմքում անձի ազատության և քաղաքացիական իրավունքների նույն գաղափարներն էին, որոնք ներշնչանքի աղբյուր էին նաև ամերիկյան պետության հիմնադիր հայրերի համար։ Հայաստանը քրիստոնյա աշխարհի համար ուխտատեղի է նկատեց դեսպան Նարեկ Մկրտչյանը, հիշելով Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը հենց քահանայապետն էր կոչել ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր։ Այնուհետև դեսպանն ընթերցեց Հայաստանի վարչապետի ուղերձը։ Այսօր հայերն ու ամերիկացիները միասին են որպես քրիստոնեական ընդհանուր արժեքներ, հավատքի, արժանապատվության և ազատության նկատմամբ երկուստեք հարգանք ունեցող ժողովուրդներ։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է և հայ առաքելական եկեղեցու հետ մեկտեղ մենք դարերով հավատարմորեն կրել ենք Քրիստոսի հավատքը, չնայած ճանապարհին հանդիպած անմարդկային դժվարություններին։ Միացյալ Նահանգները ևս դարեր շարունակ առաջնորդվել է քրիստոնեական բարոյականությամբ։ Հիմնադիր հայրերը հավատքն ու բարոյական պատասխանատվությունն ազատ ու ժողովրդավար պետության հիմքում դրեցին։ Ելույթներն ընդմիջվեցին մշակութային կատարումներով, շարականներ Կոմիտաս Առնո Բաբաջանյան։ Մշակութային մասում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փաուլա Ուայթ Քեյնի աչքերում հուզմունքից արցունքներ երևացին։ Իր խոսքում Ուայթ Քեյնը հիացմունքով խոսեց մեր մշակույթի ու ավանդույթների մասին։ Ես նախագահ Թրամփին ճանաչում եմ մոտ 25 տարի։ Նա ստեղծեց Սպիտակ տան հավատքի գրասենյակը, որն իր աշխատասենյակի կողքին է։ Նա մեծ կարևորություն է տալիս հավատքին։ Հատկապես մեր օրերում հավատքը պետք է զորեղ մնա աշխարհում, եւ դա ամենից լավ հասկանում են հայերը։ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին հանուն հավատքի, գործընկերության եւ ընդհանուր նպատակների։ Աղոթքի նախաճաշի շարժման առաջամարտիկ հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնը վերջերս էր Հայաստանում։ Նրա խոսքով, երբ նայում էր Արարատ լեռան ու մտածում Նոյան տապանի ու աղավնու մասին, վերևում աղավնի հայտնվեց։ Նա լուսանկարել էր այդ պահը, դրանում նախախնամություն նկատելով։ Պատմելով այս դրվագի ու մեր երկիր այցի մասին, Հալվերսոնը շեշտեց. Հայաստանը քրիստոնեության բնօրանն է։ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կա հատուկ մնայուն կապ։ Կնոջս հետ միասին Հայաստանով մեկ ճամփորդել եմ, տպավորիչ էր, նայում էի Արարատին ու ասես զգում էի Նոյ Նահապետի ներկայությունը, որը տապանից իջել էր Հայաստանի ուղղությամբ։ Ամերիկյան անկախության 250-ամյակի հետ այսօր տոնում ենք Հայաստանի վերջին ավելի քան 17 դարերի պատմությունը։ Մոտենալով Միացյալ Նահանգների 250-ամյակին երախտագիտությամբ ենք հիշատակում այս հողում հայերի ներկայությունը։ Դարեր շարունակ հայերը այստեղ ապաստանել են, գտնելով նոր հնարավորություններ և ազատություն։ Հայերը մասնակցություն են ունեցել Միացյալ Նահանգների հոգևոր, հանրային և մշակութային զարգացմանը, խորապես հավատարիմ մնալով իրենց հավատքին և ժառանգությանը։ Արժանապատիվ Փաուլա Ուայթ և Քրիս Հալվերսոն, շնորհակալություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ձեր սիրո համար։ Ողջունում եմ մեր հիանալի կատարողներին և հավատակից եղբայր Հովնան Սրբազանին։ Ձեր և Վաշինգտոնի եկեղեցու քահանա Տեր Հովսեփի հետ աղոթք ասելը օրհնություն է։ Սպիտակ տանն ընծայվեց 18-րդ դարի Մանվել կեսարացու եկեղեցական ծիսակարգի նվիրված երգը, իսկ ավարտական մասում ամերիկյան մայրաքաղաքի հայկական եկեղեցու դպրոցի սաները կատարեցին հայրմերը երաժշտական մատուցմամբ։ Հայկարամ Նահապետյան, լուրեր, Վաշինգտոն։